կարևոր է հասկանալ ինչու է ընտրված հենց Սումգայիթը, որ Սումգայիթը քաղաքաշինական նորմերի տեսանկյունից ամենաանկանոն կառուցվող քաղաքն էր Ադրբեջանում։ Մի կողմից երկրորդ քաղաքն էր խորհրդային Ադրբեջանի իր բնակչության թվով, տարածքով եւ բավական բազմազգ քաղաք էր նաեւ, արդյունաբերական տեսանկյունից երկրորդն էր, Բաքվից հետո քիմիական արդյունաբերությամբ էր աչքի ընկնում, բայց նրա սոցիալական կազմը տարբերվում էր Բաքվում եւ բազմազգ եւ ռուսալեզու է միջավայրը եւ միևնույն ժամանակ քրթական ցենզով առանձնանում էին։ Իսկ ահա Սումգայիթը հիմնականում գյուղական բնակչությունից վերաբնակեցումների արդյունքում ձևավորված քաղաք էր։ Սումգայիթը ամենաբարձր մահացություն մանուկների շրջանում, իսկ երեխաների շրջանում ամենաբարձր մահացություն ունեցող քաղաքներից մեկն էր ամբողջ խորհրդային միությունում։ Իսկ առանձին երեխաների գերեզմանոց էին ստեղծել, այսինքն իր միջավայրով բավականին անառողջ այդպիսի իրականությամբ աչքի ընկնող քաղաք էր, որ Սումգայիթում հեշտ էր այդպիսի սոցիալական միջավայրում բորբոքել կրքեր, որոնք որ ուղղված կլինեն այն մարդկանց դեմ, ովքեր քաղաքում ամենահաջողակն են։ Իսկ այս դեպքում հայերը քաղաքի էլիտան են բառից բուն իմաստով, նրանք լավագույն կրթություն ունեն, նրանք քաղաքի արդյունաբերություն իրենց ուսերին առաջ տանողներն են եւ բնականաբար այստեղ ցանկացած ազգայնական քարոզչություն շատ հեշտ էր ուղղել հենց հայերի։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։